Յուրաքանչյուր տարի թանգարանների միջազգային օրը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, ցուցահանդեսներ, կյանքի կոչվում կրթական ծրագրեր։ Այս անգամ թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում խորագրով է անցկացվելու համաեվրոպական միջոցառումը։ Նախքան օրվա անելիքներին անդրադառնալը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարը խոսեց վերջին շրջանում ոլորտում իրականացվող աշխատանքներից։ 2024-ին մշակութային այդ օժախներն ունեցել են 1.245.000 այցելու, որոնցից 50%-ը զբոսաշրջիկներ են։ Նախորդ տարին թանգարանների մասին օրենքի ընդունմամբ առանձնացավ։ Ձևավորվեց նաև էլեկտրոնային միասնական տոմսային համակարգ։ Մենք առաջիկայում նպատակ ունենք, որ մեր բոլոր թանգարանները այս ենթակառուցվածքները պետք է ունենան, որտեղ որ իհարկե տեխնիկապես դա հնարավոր է կազմակերպել շենքային պայմաններից ելնելով, նախատեսում ենք նաև ավելի ընդլայնել, օրինակ թանգարանային սրճարանների եւ այլ հնարավոր ծառայությունների, եւ սրա նպատակը այն է, որ մարդիկ թանգարան այցելելով կարողանան կազմակերպել ամբողջական եւ լիարժեք օր։ Թանգարանային գիշերը հանրապետությունում մայիսի 17-ին արվեստառատ կլինի, խոստանում են ոլորտի ներկայացուցիչները։ Միայն նախորդ տարի այդ օրը ավելի քան 100,000 այցելու կար։ Այս տարի ծրագրին միացել է 100 թանգարան։ Ես վստահ եմ, որ վաղը թանգարանները այցելուների պակաս չեն ունենալու ու բոլորիս մաս չեն ունենալու ու բոլորիս մաղթում եմ, որ այցելուների պակաս չունենանք ոչ միայն թանգարանների գիշերը, այլև ամբողջ տարվա ընթացքում։ Այս տարի նաև Իսահակյանի 150-ամյակն է։ Վարպետի տուն թանգարանը մի շարք նախագծեր է իրականացրել։ 20 տարի անց նոր ցուցադրությամբ է հանդես գալու, որով նորովի կբացահայտի մեծ գրողին։ Փորձել ենք այնպես անել, որ վարպետը հասանելի լինի եւ փոքրերին, եւ մեծերին, եւ զբոսաշրջիկներին, այնպես անել, որ Իսահակյանի հսկայածավալ ստեղծագործական ժառանգությունը եւ Իսահակյանի ակտիվ գործունեությունը հասարակական քաղաքական կյանքում հասանելի լինի բոլորիս։ Յուրաքանչյուր այցելու թանգարանից պետք է հեռանա տպավորված, այն միայն գիտելիք ստանալու վայր չպետք է լինի, փաստում են ոլորտի ներկայացուցիչները։ Նոր ձևաչափը թանգարանի, որը նաև իրականացվեց անցյալ տարի, մեր նոր կոնցեպտը կտեսնեք, գլոբալ կոնցեպտը, հենց նրա մասին էր, որ թանգարանը դառնում է մի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անհատ կարող է ակտիվացնել իր 5 զգայարանները, որտեղ մարդուն տրվում է այդ հետաքրքիր փորձառությունը շոշափելու, տեսնելու, լսելու եւ սա բավականին հետաքրքիր փորձառություն է մեզ համար։ Թանգարանների միջազգային օրվա խորհրդով բազմաթիվ ծրագրեր են իրականացվում ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում։ Սյունիքը եւս բացառություն չէ։ Վաղ առավոտից այդ հաստատությունները բաց կլինեն բոլոր այցելուների առջև, եւս մեկ անգամ վերահաստատելով իրենց կարևոր առաքելությունը մշակութային ժառանգության պահպանության ձևավորման համատեքստում։